Այս կտորում էլ արդեն նայելու ենք, թե առաջինը ինչ կարանք անենք, եթե ունենք մի հատ ինչ-որ տեղ տվյալ, որ բացակայում է։ Հիմա այս ոչ մի բանը չես կարա 4-ով բազմապատկես, ոչ էլ կարաս 500-ի վրա բաժանես, բա ինչ անենք իր հետ։ Ա, Ինչ անենք, եթե ունենք ինչ-որ տվյալ, որը որ բան է, կատեգորիկ տվյալ է, այսինքն կատեգորիա է, օրինակ գրած է բան, աչքերի գույն, կարմիր գրած լինի, հետո ոչ մի բան չենք կարող անենք։ Այդ երկու խնդիրները ու երրորդ խնդրումը, իսկ ինչ կարանք անենք, եթե մի հատ տվյալներ սենյակների քանակ 1-ից 10-ա փոխվում, մի հատ տվյալներ ինչ որ գին 1-ից միլիարդ-ա փոխվում։ Հիմա այս երկուսին ոնց կարանք երկուսին էլ պրինցիպի օգտագործենք, թիվը թիվ է մնում, բայց ինչի է դա խնդրահարույց, ու ոնց կարանք դեմը առնենք։ Այդ երեք թեման ենք դիտարկելու այսօր։ Ու հա, նա գնացինք։ Սկսենք բանից։ Բացակայող տվյալներից։ Նախ ընդհանրապես այն որ տվյալը բացակայում է, կարա տարբեր պատճառներով լինի։ Այստեղ նայելու ենք մի հատ օրինակ, որտեղ բան, էլի տանգների օրինակով ենք նայելու, որպես ստանդարտագույն ստանդարտ բան։ Մհմ։ Ու հիմա ինչ պատճառներ կարան լինեն, կարա ոնց որ ուղղակի չլինի տվյալը։ Այսինքն ինչ որ հստակ պատճառ չկա, որ այդ տվյալը բացակայում է։ Սենց դեպքերում կարանք ոնց որ հանգիստ այդ տվյալները կամ գցենք մի կողմ, կամ իրենց տեղը ինչ որ մի հատ ուրիշ արժեք դնենք, հեսա դրա մասին կխոսենք։ Այդ ոնց որ այդ անմեղ բացակայող տվյալներն են։ Կարա լինի, բայց նաև կառուցվածքային բացակայող տվյալ կախված լինի ուրիշ սյուներից, որ սա բացակայում է։ Օրինակի համար կարող է օրինակ հին շենքերի համար գրված չլինի, թե բան, որ թվին է ստեղծվել շենքը, որովհետև ֆիքսված չի։ Հիմա այն որ բացակայի այդ սյան մեջ այդ տվյալը բացակայի, դա կնշանակի, որ իրականում շենքը հին է։ Այսինքն տվյալը չկա գրած չի թե որ թվին է կառուցվել։ Բայց քանի որ կառուցվածքային մենք սիստեմատիկ գիտենք, որ հին տներն է, որ չունեն հստակ ֆիքսած տարեթիվ, այդ մեզ արդեն ինֆորմացիա է տալիս։ Այն վաղ դատարկ էր արժեքը, հիմա արդեն ինֆորմացիա տվեց։ Կամ ինչ որ ուրիշ օրինակ, որ էլի կարա հավելյալ ինֆորմացիա տա, չնայած որ մի արժեքային չլինի, օրինակ բան, մարդը հարցում է, լրացնում, հերթով մի հարցով գնում է։ Ու պարզում է, որ բան, օրինակ հղի աթեչեսյունը բացակայող արժեքներ ունի։ Հիմա կարա դա լինի, որ մեր հարցման կառուցվածքը նենց է եղել, որ ով սեռը տղամարդ է նշել, հետո չենք հարցրել հղի թե չէ, դրա համար բացակայում է այդ արժեքը։ Բայց իր բացակայելը նաև հուշում է տալիս սեռի մասին։ Միարժեքորեն չի այս դեպքում, իդեալական չի, որովհետև կարող է աղակի ոչ հղի կին լինի։ Այն առաջի բերած օրինակի նման չի, բայց ամեն դեպքում էլի մտածելու պատճառ է տալիս, էլի։ Ու նաև կան վտանգավոր բացակայող արժեքները, այդ կողմնապահ սխալները, որտեղ որ օրինակ դիտավորյալ տվյալների մեջ չի լրացվել ինչ որ բան, ասենք փորձել են թաքցնել ինչ որ բան Իվանյան, ասես դեպքերում արդեն իրանց այդ բացակայող տվյալները ուղակի իրանց փոխարեն ինչ որ արժեք մեջը լցնել կամ հեռացնելը արդեն կարա մի քիչ ավելի վատ հետևանքների բերի, ասես դեպքերում մաթեմատիկական լուծում չկա, պետքա բռնել հասկանալ կոնկրետ այդ դեպքում ինչ են անում։ Բայց մենք հիմա կխոսանք, թե ոնց որ ամեն դեպքում այս անմեղ սխալների հետ ինչ անենք, որտեղ մյուս երկուսի դեպքում արդեն պետքա ուղակի բան անել, էլի։ Դեպքից դեպք հասկանալ, ոնց վերականգնել իրանց կամ ոնց իրանց բացակայության հարցը լուծել։ Բայց ամեն դեպքում մեզ այտենց կարա լավ ցանկալի լինի ընդհանուր պատկերը ստանալու համար օրինակ օգտվել df.is.na.sum հրամայից։ Սենց բաներ իմիջիայից պանդասի ժամանակ անում ենք, էլի, սենց թենցել սյուն արսյուն նայում ենք ինչքան բացակայող արժեք կա։ Հետո արդեն ըստ դրա բռնել հասկանալ, նախ ըստ քանակների հասկանալ։ Եթե օրինակի համար մի հատ ինչ-որ սյան մեջ 90% տվյալների բացակայող է, երևի ուղղակի կարանք այդ ամբողջությունը շպրտենք մի կողմ։ Էլ գլուխներս չցավացնենք, մտածենք այդ բացակայող արժեքների հետ ինչ անենք։ Մյուս կողմից էլ եթե մի հատիկ բացակայող արժեք կա, կարող ասենք կարող բռնենք ուղղակի այս տողը հեռացնենք։ Ասենք մի դեպքում կարանք ասենք եկեք այս բալկոնի սյունը հեռացնենք, որովհետև այս 4 արժեքը բացակայում է, մյուս դեպքում ասենք եկեք այս երկրորդ տողը լրացնենք 0-ից հաշված, որովհետև լիքը բացակայող արժեք ունի։ Այդ ոնց որ կոպիտ ասած կացին մոտեցումն է, էլի։ Բռնի շպրտի խանգարումը պատկերացրու գոյություն չունի,
Այստեղ արդեն տարբեր բութմատի օրենքներ ա գալիս, ասենք 70%-ից ավել սյուները շպրտել մի կողմ, եթե տողերի սյուների 90%-ից ավելը բացակայում է, տողը շպրտել մի կողմ։ Այդ սաղ կախված է լինելու ձեր մոտ եղած տվյալներից իրականում, եթե ոնց որ ինչքան շատ, ինչքան քիչ կախված է լինելու հենց ձեր կոնկրետ դեպքից, էլի կարող է, ասենք միտեղ սյուն շեմ դնեք 70%-ից ավելը գցում եք, միտեղ ձեր սյուները 100-ից դառնան 2 հատիկ, միտեղ 100-ից դառնան 99 հատիկ, էլի։ Կախված դեպքից շեմը տարքա տարբեր ձևով դնեք, բայց այն նույնքում հա, այդ ոնց որ մեր հեշտ հասարակ մոտեցումը, բռնել ու գցել մի կողմ բացակայող արժեքներով եղած տվյալները։ Մյուսը, այնա որ ասում ենք դե լավ, եկեք ներառենք տվյալներ։ Հիմա ժողովուրդ, պատկերացրեք ունեմ ստեղ սենյակների քանակ օրինակ 4, 4, 3 ու մի հատիկ էլ տվյալ բացակայում է։ Հիմա պետքա ինչ-որ թիվ դնեմ մեր։ Որոշել եմ, որ այս տվյալը պահելու եմ, չեմ ջնջելու։ Ինչ-որ թիվ պետքա դնեմ մեջը։ Որը խորտ կտակ դնեմ։ Չեն կարա միջին հաշվենք, մոտավոր այդպես դնենք։ Օրինակ, այդ մի մոտեցում կա։ Դրան անվանում են mean imputation։ Impute անելը ոնց որ տեղը լցնելն է։ Կարանք միջինով իրան փոխարինենք։ Կամ մոդ որպես ամենահաճախ Այո, հանդիպող։ էդ էլ իրանն էլ անվանում են mod imputation, շատ հարմար անուններ են դրել։ Աճիստությունների դեպքում այս կլինի մեր մոտ ավելի շատ մեդիան, մոդը կլիներ, եթե օրինակ գրածաշենքը հին, նոր, թազաշենք որ գա, անունը կդնենք նոր, որովհետև մեծամասնությունը նոր էին։ Բայց հա, կատեգորիկների դեպքում հիմնականում հենց այդ մոդից ենք օգտվում, ամենահաճախ հանդիպողն ենք դնում։ Թվայինների դեպքում կամ դնում ենք մեդիանը, մեդիանի լավը այնա, որ ինքը ոչ այդքան զգայուն չի բաներին, խայտարակ տվյալներին, outlier տվյալներին, ասենք եթե ունենայի 4, 4, 3 միլիոն ու բացակայող արժեք, միջինի դեպքում այդ բացակայող արժեքը շատ ոչ նկարագրական կլներ, որովհետև միլիոնին լավ մոտիկ կլիներ։ Մինչդեռ ստեղ ավելի խելքիդ մոտ կլներ, ասենք 4.5-ով լրացնել իրան ավելի շուտ, էլի ավելի ճիշտ հենց 4-ով։ Այդտեղ ունենք մեդիան, մի խոսքով, այդ էլ մեդիան ու mean imputation մեթոդներն են։ Կամ կա մի հատ էլ ուրիշ մեթոդ, որը ել ավելի բնական, ել ավելի հեշտ մոտեցում է, կոնստանտը։ Օրինակ ասում ենք բոլոր բացակայող արժեքների փոխարեն 0 ենք դնում։ Օրինակ ծնունդը եթե չգիտենք երբ է, գրում ենք հունվարի 1։ Տենց ինչ որ ստանդարտ բան որոշ։ Իմիջիայից այս սա խնդիրները հետագայում մոդելներ են լինելու, որոնց համար խնդիրներ կարող խնդիր չլինեն ընդհանրապես, օրինակ ծառային մոդելները կարան ուղղակի որպես առանձին կատեգորիա դիտարկեն, ասեն բացակայող արժեք։ Օրինակ նայեն, ասեն թիվը 3-ից մեծ է, թե փոքր է, թե չկա։ Իրանց համար կարող ուղղակի մի հատ առանձին ճյուղ լինի դա, բայց այդպես բաների մասին հետո հələ ամեն դեպքում բաց արժեք լրացնելու մոտեցումները մեր մոտ էս են։ Մի հատ բան, որ պետքա զգուշ լինել սրա մասին, այնա որ երբ որ սա սենց անում ենք, պետքա հիշենք, թե ինչ ազդեցություն է ունենում ինքը մեր տվյալների վրա։ Օրինակի համար, եթե հետո վարիացիա ուսումնասիրելու լինենք, պետքա հիշենք, որ երբ որ, ասենք, միջինով կամ ցանկացած նույն արժեքով իրան բան ենք արել, լրացրել ենք բացակայող արժեքները, ինքը մեր վարիացիան պետքա նվազացնի, չէ՞։ Որտեղ ուղղակի միջինին շատ մոտիկ լիքը արժեք ենք տվել։ Բայց հա, պետքա ուղղակի զգուշ լինել ու մտքում պահել։ Ու նաև զգուշ լինել նրանից, որ ինչ որ տենց չափից շատ արժեքներ էլ չլցնենք նոր բանով, էլի։ Որ գոնե մեր մոտ լիքը տվյալ լինի, որ իրականում հենց այդ գրանցված արժեքն է եղել, էլի, ոչ թե մեր լրացրածն է եղել։ Դե լավ։ Այդ դեպքում մի հատ ուրիշ բան փորձենք մտածել։ Պատկերացնենք ունենք տվյալներ, այս մեր մոտ, ասենք, այստեղ գրած է ինչ կատեգորիայի շենք է, այստեղ գրած ինչ որ երկու հատ սյուն ունենք, հիմա երրորդ սյունն էլ ունենք մեր մոտ։ Միտեղ ունենք 3-4, այս x-ի արժեքը 5, միտեղ 3-6 արժեքը 4, միտեղ էլ ունենք օրինակ 3 ու 4.1։ Այստեղ ինչով խորհուրդ կտակ լրացնել։ Բացի նրանից, որ ասենք բան, եկեք միջին վերցնենք կամ եկեք մեդիան վերցնենք, ուրիշ ինչ մոտեցումով կարանք վարվենք։ Այդ ամեն տողի բոլոր արժեքները հաշվի առնելով ինչ որ բան անենք, օրինակ բազմապատկենք սաղ իրար, այն մյուսինն է բազմապատկենք, այդ հավասարում կազմենք x-ը գտնենք, էլի ոնց որ։ Հա,
Ստե ուղղակի բան է լինելու իր պետք է ոնց որ այդ հավասարում կազմելուց թե ինչն է լինելու մոր գործակիցը, եթե հենց այդ գծային ռեգրեսիայի գործակիցներն է լինելու, այդտեղ արդեն հավի ձվի խնդիր է դառնում, էլի, որ գործակիցները ստանալու համար պետքա տվյալները, տվյալը ստանալու համար պետքա գործակիցները, բայց միտքը շատ լավն է, որ օրինակ անենք իրան այս մնացած տվյալների հիմքով։ Եկեք մի քիչ շեշտացնելու համար փոխեմ, ասեմ ունեմ 3-4-5 տողը, 13-6-4 տողը, հիմա ինձ եկել է մուտքում 3 ու 4.1։ Ինչ խորհուրդ կտաք այս x-ի արժեքը դնեմ, այս բացակայողը։ 5-ին մոդիկ էլ 5-ին մոտ է։ 5-ին մոտ։ Շատ ճիշտ է։ Ըստ հարևանների կարանք նաև լրացնենք։ Դրանն էլ անվանում են բան, nearest neighbor-ների հիմքով այն KNN-ը որ կա, k nearest neighbors, բռնում ենք եղած տվյալի համար, ըստ էս իր մնացած սյուների գտնում ենք իր հարևաններին, օրինակ 3 ամենամոտիկ հարևաններին ենք վերցնում, ու այդ հարևանների միջինն ենք դնում։ Հիմա սա ավելի խելացի է, բայց նաև հարց է գալիս, իսկ արդյոք մենք ուզում ենք տենց բան անենք թե չէ, որովհետև սա ունի մի քանի տեսակ խնդրեմ։ Առաջի ամենաակնհայտ խնդրեմը այնա, որ ինքը մեզ խայտարակ շատ հաշվարկային բեռ ավելացնում մեր գլխին, շատ ավելի հաշվարկ ենք անում ու հարցը այդ մեզ ընդհանրապես արդարացնում է թե չէ։ Ես օրինակ մի բան, որ սիրում եմ անել, այդ այնա, որ սկզբում ամենահասարակ մոտեցումով արագ մոդել եմ ստանում, նայում եմ սյուների կարևորությունները տեղով, հետո եթե հասկանում եմ ինչ-որ սյունը կարևոր չի թվում ընդհանրապես, ասում եմ դե արի ուրեմն արժանի էլ չի այն ժամանակին, որ պետքա իր վրա ծախսեմ, էլի սենց ասած։ Իհարկե այդտեղ մի քիչ խնդիր կա, որովհետև կարող է եթե ժամանակ ծախսեիր ավելի լավը դառնար, կարող է հիմա վատ տեսքով ինքը չի երևացել։ Մի քիչ մոտարկումներ է գալիս, արդեն պրակտիկայում իդեալական գիտություն չենք ունենում, ավելի տենց ոնց որ ոճերի հարց է գալիս լիքը հարցերով էլ։ Ամեն դեպքում հիմա գործիքները իմանանք թե ինչեր կա, հետո արդեն գործիքները կկիրառենք։ Ստեղից ինչ որ հարցեր։ Հայկչան, իսկ եթե տենց մոտարկ ենք այդ մեր ասած ձևով, ասենք երկու տող իրար տենց բավականին նման կեղնին ու դետերմինանտը 0-ին մոդիկ կեղնի, չեն նորմալ հավասարման համար, որ նայենք։ Շատ լավ նշում է։ Մոտիկ կլինի, այդ կարա բան անի, նորմալ հավասարում հաշվելուց մի քիչ ավելի խնդրահարույց լինի, բայց ամեն դեպքում մենք ոչ թե վերցնելու ենք բանով, իր ամենամոտիկ հարևանին ենք հավասարացնելու, այլ իր ամենամոտիկ օրինակ 5 հարևանների միջինն ենք վերցնելու իրան որպես արժեք։ Բայց հա, այս լավ նշում է ու իրականում մի հատ էլ հավելյալ քայլ ունենալու ենք այս տվյալները նախապատրաստելու դուպլիկատների հարցը լուծելը։ Այսինքն կարող օրինակ սա անելուց հետո այդ խնդրեմը լինի, բայց մեկը հետո դուպլիկատները գցենք մի կողմ, կամ հակառակը սկզբում դուպլիկատները գցենք մի կողմ, հետո այս մոտեցումը կիրառենք, բայց այս շատ լավ է, որ նշեցիք, որովհետև բան էր, այտենց լավ քթիմազ գտած բան էր, էլի, այս շատ լավ ասացիք։ Չէ, քթիմազ չէ։ Քթիցակ, հա։ Կարծես ասեմ շատ լավ նյութ էր, էլի, լավ է, որ սա կատեցիք ասածս հետեր։ Ահա։ Մերսի շատ։ Ահա։ Ահա։ Դες մերսի։ Հա, մեծ լավ, հա, ու մեկ էլ ժողովուրդ, մի հատ էլ բան, որ կարա օգտակար լինի, այդ է նա, որ այնտեղ նախ ոնց խոսացինք այդ կառուցվածքային բացակայող արժեքներից, այն որ արժեքը բացակայում է, ինքն իրանով կարա ինֆորմացիա հայտնի մեզ։ Եթե մենք չենք ուզում բռնենք խորանանք բոլոր բացակայող արժեքների պատճառների մեջ, մի բան, որ կանք ուղղակի հասարակ անենք, այդ սարքենք մի հատ թազա սյուն, ասենք օրինակ այս սյունը բացակայում է թե չէ, ու ինքը լինի մեր մոտ բինար սյուն 0 1 0 1 0 1 ու դա էլ տանք մոդելին։ Մեկ է տեսար մոդելին օգնեց դա։ Բայց հա, այսքանը մեր բացակայող արժեքներ լուծելու մասին։ Ստեղից ինչ որ հարցեր։ Իսկ եթե օրինակ մեր դատասետը մեծ է, այդ դեպքում այդ KNN մոդելը օգտագործում ենք։ Այս շատ լավ նշում է ու մի հատ բան կակրած մոռացա ասեմ, որ ասի մի քանի բացական պատճառ կա։ Այս KNN-ը եթե հաշվարկային կարանք մեզ թույլ տանք ու թվում է թե արժի կարանք փորձենք, բայց մի բան որ մտքում պետք է պայենք, կակրած մեծ դատասետի հետ կապված։
Եթե մեր չափողականությունը մեծ լինի, այսինքն շատ լիքը feature-ներ ունենանք, սյուներ, KNN-ն էլ եթե դիստանցիա հաշվելով ամենամոտիկներին վերցնի, այդ բարձրաչափ տարածությունում դիստանցիան ոչ մի իմաստ չի ունենալու, շատ քիչ իմաստ ունենալու, ճիշտ ոնց այդ չափողականության անեծքի ժամանակ խոսացինք։ Ու KNN-ը էլ ավելի քիչ էֆեկտիվ է դառնալու մեր մոտ, էլի։ Այսինքն այս KNN-ով մոտեցումը ինքը իրոք խելոք միտք է, բայց ոնց որ եթե տենց մոդելս վատ է աշխատում, մտածում եմ ինչը լավացնեմ, պետք է տենց շատ անճար վիճակում լինեմ, որ ասեմ, գիտես ինչ արի, բռնեմ մի հատ KNN-երով դատարկ արժեքները փորձեմ լուծնեմ, էլի։ Լիքը ուրիշ գործիք ենք ունենալու, որ սկզբում իրանց են կիրառելու, նոր եթե հուսահատ վիճակում լինենք, մտածենք ըստեղ մի բան փոխենք։ Ես օրինակ անձամբ KNN կարող մաքսիմում մի անգամ օգտագործած լինեմ, էլի իսկական ինչ-որ բանում։ Ու այնա ի վերջո KNN-ը մնացա KNN-ից էքսպերիմենտ որպես օգտագործած լինեի, էլի հաղթող վերսիայում էլի KNN-ով մոտեցումը չանեի։ Ու քանի մի քիչ այս թեմայի վրա ենք, ընդհանուրել ժողովուրդ, որպես մոտեցում մենք մեկ-մեկ կարող է ինչ-որ բաներ ասենք, որ տենց ցածր հավանականություն ունեն կոնկրետ կիրառվելու, բայց իրանց օգուտը լինելու է մտածողություն ձևակերպելը, էլի։ Օրինակի համար տեսանք մի հատ էլ հետաքրքիր միտք հարևանների ինֆորմացիա ներառելու։ Գուցե պրակտիկայում չանենք, բայց հիմա ավելի շատ ուզում ենք ոչ թե տենց ինչքան շատ գիտելիք ունենալ, ինչքան օգտակար OGG-ն գիտելիքի OGG-ն ոչ թե բարձր լինի, այլ հետագայում նոր բան անելու ունակությունը ինչքան նա զարգացած լինի, էլի։ Ավելի շատ այդ մոտեցումով ենք գալու։ Ինչ էստեղ ցանկացած հարց ժողովուրդ։ Հայկ ջան, իսկ օրինակ հնարավոր չի եթե սյան կորելացիան լավ բարձր է, այսինքն ինքը կարևոր սյուն է համարվում, զուտ այդ բացակայող տվյալների համար իրան հաշվենք որպես, ասեմ, գուշակվող սյուն դատայի մեջ ու մնացած արդեն հայտնի տվյալներով փոքր մոդել ուսուցանենք ու այդ բացակայող տվյալները այդ մոդելի հաշվին լրացնենք։ Այսինքն, եթե ճիշտ հասկացա, օրինակ ունեմ x1, x2, x3 ու y, x3-ում լիքը բացակայող բան ունեմ, մոդել սարքեմ x1, x2-ից x3-ը գուշակող, Այ ապրեք, հենց այդ նկատի։ x3-ն էլ, ու x3-ից վերցնեմ այն արժեքները, որոնք որ կան, հետո կիրառեմ իրան x1, x2-ի վրա, որ ստանամ գուշակություններ։ Այո, հենց այդ։ Միտքը էլի ահագին հետաքրքիր է։ Ես կյանքում չեմ լսել, բայց որ օգտագործվի, հավանաբար, որովհետև բանենա, որ դրած ջանքի համեմատ տված օգուտը այնքան շատ չի, ինչքան ուրիշ մոտեցումները, որովհետև մենք ստեղ փաստացի պետքա մի հատ հավելյալ եկա մոդել սարքենք ու պետքա նենց անենք, որ այդ մոդելը լավ աշխատի, որ հետո մի հատ սյուն ավելացնենք ու էլի նույն խնդիրը անենք այդ ավելի շատ սյուներով։ Մի քիչ չեմ պատկերացնում, որ այնքան իրան արդարացնի, որ ուզենք կիրառել, էլի, բայց էլի որպես ոնց որ հույսը կտրած ժամանակի մոտեցում էս KNN-ի կարգի կարանք մտածենք, էլի։ Ըստ էության նաև կարանք պատկերացնենք, որ այս KNN-ը հենց դա էլ անում է, էլի, ուղղակի անում է հասարակ մոտեցումով, ոչ թե ինչ-որ ավելի հետաքրքիր մոդելային մոտեցումով, էլի։ Լավ, մերսի շատ։ Դες մերսի։ Միտքը լավ հետաքրքիր էր։ Էլի ցանկացած ինչ-որ բան ժողովուրդ ստեղ։ Մի հատ բան հարցնեմ, կարող մի քիչ առաջ եմ ընկնում, ուզում էի հասկանալ այս մեր մոդելի, կոպիտ ասած, մենք train-ի համար այդ ժամանակ ենք այս ամեն ինչ անում, իսկ եթե օրինակի համար մեր հենց մոդելը արդեն որ օգտագործվում է, այդ ժամանակ ունենք բացակայող տվյալ ու սենց միջին հաշվելու կամ բանի հնարավորություն չկա ու պետք է ինչ-որ կոնկրետ մի հատ բան անենք, մի հատ թեստ կոպիտ ասած անենք, այդ դեպքում ինչ կարանք անենք, որ պարամետրերի իրան տանք, էլի։ Այս շատ լավ հարց է, ու բան։ Իրականում նաև այստեղ նրբություններ կա, որ այսօր այդքան շատ չենք նշելու տվյալների արտահոսքվամանի հետ կապված, թե ինչքան տվյալների համար ենք այս ամեն ինչը հաշվում։ Բայց ընդհանուր առմամբ մենք ոնց որ օրինակ որ վերցնում ենք որպես մոտեցում, որ միջինով ենք իրան լցնում, մենք այն տվյալները, որոնք որ օգտագործելու ենք մոդել սարքելու համար, այդ մեր
training-ի հետ պարապացնելու համար տվյալները որ կա, իրանց համար այդ բացակայող արժեքի մեջ միջինը հաշվելու ենք ու իրան ֆիքսենք օրինակ 4.5 էր։ Հիմա այս 4.5-ը ես իմ մոտ հիշողության մեջ ֆիքսելու եմ։ Ու հետագայում, երբ որ ինձ նոր տվյալ գա, եթե տվյալը կա, օգտագործում եմ, եթե չկա, փոխարեն դնում եմ 4.5-ը։ Այսինքն ես մենակ այդ մոդելը պատրաստելու, տվյալները նախապատրաստելու շրջանում եմ որոշում իմ մոտեցումը ու սառացնում այդ մոտեցումը ու հետագայում ուղղակի կիրառում նոր եկած տվյալների վրա։ Ու ժողովուրդ, այս տվյալներ նախապատրաստելուց եւս երկու բան, որ շատ ցանկալի է անել ու իրան չանելը կարա կոնկրետ հստակ խնդիրների բերի։ Մեկը դա դուպլիկատների հեռացումն է։ Իրանց կարանք NumPy-ով շատ հանգեցություն Pandas-ով կարանք ասենք dfk drop duplicates ու եթե ինչ-որ տվյալներ տենց լրիվ իդեալական դուպլիկատ են, հիմնականում տենց ուղղակի շպրտում ենք մեկը ու վերջ։ Եթե իրար շատ մոտիկ են, ուզում ենք արդեն հասկանանք իսկ ոնց է տենց բան ստացվել։ Կարող է նույն տունը մի հատ list-ում տեղադրվի, մի հատ rent-ում տեղադրվի, դրա համար է մի քիչ ինչ-որ բան տարբեր է, ընդ գինը մի քիչ փոխած են գրել, բայց իրականում նույնն է, ինչ-որ տենց լոգիկա է պետք։ Հա, բայց նաև կարող լինի նենց բան, որ եթե սյուները մեր մոտ այդքան է շատ չեն, կարող ստացվի, որ իրոք երկու տարբեր բան լրիվ նույն արժեքներ ունեն իրար հետ, դրան արդեն պետքա զգուշ լինենք։ Ու արդեն քանի որ այդ դեպքում չեն կարա գուցե սխալ լինի շպրտել այդ մի հատ տվյալը մի կողմ, պետքա արդեն խորանանք կոնկրետ այդ մեր եղած դեպքի համար ըստ նրա թե ինչ մոդել ենք օգտագործում, առանձին որոշենք, էլի։ Իրականում որտեվ նաև հələ դեռ մենակ որ գծային ռեգրեսիա ունենք, գիտենք ամեն ինչի մասին գծային ռեգրեսիայով ենք մտածում, բայց կա մոդելներ, որ օրինակ հեսա հաջորդ թեման որ նայելու ենք, այդ 1-ից 10 ու 1-ից միլիոն արժեքները, ռեգրեսիայի համար դա կարա խնդիր լինի, ծառերը նույնիսկ չեն զգա, որ այդպես խնդրեմ ունեն ընդհանրապես, արդեն ոնց որ sense հարցերում գալիս է մի քիչ ավելի սպეციფიկ լուծումներին, բայց դա դուպլիկատների հետ կապված։ Ու նույնն էլ ինչքան քիչ տող ունենանք, այդքան լավ, բայց այստեղ արդեն զգուշ լինելով օգտակար տող, էլի։ Ոնց որ կուզենք ոչ օգտակար տողերը չօգտագործենք ընդհանրապես, որ ամեն ինչ հեշտանա մեր մոտ։ Բայց հա, այս մի բանն էր, լսում եմ։ Այսինքն եթե ինչ-որ մոտիկ բաներ կան կամ լրիվ նույն են, բայց ենթադրենք դրանք տարբեր են, այդ տների գները կլինի թե ինչը, այս դեպքում առանձին ուսումնասիրել ասելով ինչի նկատի ունեիք։ Նկատի ունեմ, որ օրինակ արդեն եթե ուզում եմ նորմալ հավասարումից օգտվեմ ու ունեմ երկու տվյալ, որոնք որ իրականում տարբեր են, բայց բոլոր սյուները նույնն են, հիմա առանձին ասածս կհաշվեմ օրինակ իսկ քանի տոկոսն է տվյալների sense, որտեվ եթե ուզեմ իրանց տվյալներին պահեմ, ուրեմն պետքա հրաժարվեմ normal equation-ով հաշվելուց, կամ պետքա normal equation-ի մեջ ինչ-որ տրյուկեր անեմ, ինչը կարող է չուզեմ։ Բայց եթե օրինակ քիչ լինեն տենց տողերը, կմտածեմ, կասեմ charge-ի այս 2-3 տողի խաթր մոտեցումս փոխեմ, իրանց կբռնեմ, կշպրտեմ։ Այդ իմաստով էլի, սպეციფიկ լուծում տալ էլի։ Ու ժողովուրդ, մյուս բանն էլ այդ outlier-ներն է։ Outlier-ները նրանք են ոնց որ outlie, դրսում պարկած, որ ասենք բոլոր տվյալները այստեղ ինչ որ հավաքված են, մեկ էլ մի հատ ինչ որ տեղ այստեղ մի հատ ես միշտ տարօրինակ արժեք հանդիպեցինք, էլի։ Այսինքն բաներին պետքա ուղղակի բռնել ու հիմնականում հեռացնել։ Կարելի է իհարկե զգուշ լինել, հասկանալ թե իրենք ինչի են առաջանում, ոնց է լինում, բայց հաճախ էլ կարող է լինի, որ ուղղակի տվյալը տարօրինակ տվյալ է ու այդ։ Մենոտ ասենք մի հատ դեպք կար, մի հատ բան, ինչ որ տվյալները բաղկացած էին, ասենք տենց 1-ից 1000 կարգի, մեկ էլ մի հատ ինչ որ տեղից եկել առաջացել էր մինուս ու 2/64-ի կարգի մի հատ ինչ որ թիվ, հետո հասկացանք, մի խոսքով տենց խայտարակ մեծ թիվ էր, էլի, տենց ես իմ քանի անիշ թիվ էր, ու իրան սկզբում երբ որ չէինք հեռացրել, լիքը բան ավիրում էր, այդ ճիշտ մի հատ ուրիշ բանի մեջ էր իրան տարօրինակ ձևով ցուցաբերում, պատկերը լրիվ բան, distort աղավաղում էր լրիվ մի հատ բանի պատկեր, այնտեղ օրինակ ինչ որ ինչքան հասկացել ենք նրանից երեք է, որ ինչ որ տենց հենց կոմպի հիշողության մեջ 64 բիտով պահելուց այս ծերից մի հատ մի ծերից մի քիչ անկոմ գնաց թռնում ես ոնց որ հակառակ փոչի վրա
հիշողության ցույց թվերը շրջանով են կազմված sense ասած, այտենց ինչ որ հետարքիր բագեր, որը ավիրում էր մեր մոտ մի հատ բանի կտոր, հան բռնեցինք, շպրտեցինք այդ մի հատ տողը, որտեվ արժանի չէր այդտեղ ներառված լինելու, կամ չեմ հիշում, չէ, տողը հասյունը չէ։ Բայց մի խոսքով, outlier-ները հետարքիր բան են, կարան առաջանան ու պետքա որոշենք իրանց հետ կապված ինչ ենք անում։ Հեռացնելու համար մի մոտեցումը այդ EQR-ն է։ Այս վիճակագրությունից կհիշեք, որ box plot ենք օրինակ գծում, իր վրա նայում ենք այս 25-75-րդ percentile-ների արժեքներ, բանման, այտենց մոտեցումներ։ Կամ մի հատ ուրիշ մոտեցում կարող լինի z-score-ով։ Պատկերացնում ենք նորմալ բաշխման վրա ինքը միջին մատսպասումից քանի ստանդարտ շեղում են կողմ դրված կլիներ, ու օրինակ բան, եթե այդ տվյալը հանդիպելու հավանականությունը 99.8%-ից ավելի քիչ է, նեղություն, եթե այս 99%-ից դուրս միջակայքում է գտնվում, իրան օրինակ բռնել շպրտել, z-score հաշվել, 3-ից փոքր բոլոր տվյալները պահել, մնացածը հեռացնել։ Այտենց ինչ-որ մոտեցում։ Կամ նաև մոդելային մոտեցումներ կա, օրինակ isolation forest մի հատ ալգորիթմ կա, որ այտենց outlier-ները հեռացնում է։ Բայց հա, սրանք որպես ուղղակի մի քանի մոտեցում ավելի այտենց արագոտ ասած։ Հիմա գանք երկրորդ կտորին։ Իսկ ինչ անել, եթե ունենք օրինակ տեքստային տվյալ, իրանց ոնց բան անել, ոնց կատեգորիաների բաժանել։ Ու ստեղ ունենք մի քանի մոտեցում։ Օրինակի համար, եթե ունեմ մի հատ ինչ-որ բան, քաշի համարսյուն, ունտեղ գրած է small, medium, large, փոքր, մեծ, միջին։ Ու ուզում եմ թվերով ամեն ինչ բան, որտեվ կոմպը թվեր է հասկանում։ Ոնց կարամ անեմ իրեն։ Գծային ռեգրեսիան օրինակ թվեր է հասկանում։ Դա օրինակ հետագայում ալգորիթմներ անելու տեքստերել են հասկանում։ Բայց օրինակ ոնց խորհուրդ կտակ իրան կոդավորեմ։ Ոնց ինչի փոխեմ տվյալները, որ նորմալ աշխատի։ Մեկին մի հատ թիվ համապատասխանացնենք օրինակ։ Ահա, օրինակ 1 2 3։ Ահա։ Այս մի մոտեցում է։ Սա կոչվում է բան, ordinal encoding, ու ինքը, իրական չաթում նամակ կա։ Հա, -1 0 1 կամ էլ, էս էլ է հետարքիր միտք։ Կամ 0 1 2 այնտեղ label encoding կա, ուղղակի տենց 0-ից սկսած հերթով նիշեր տալով գնում է։ Այս մի մոտեցում կարա լինի ու կարա աշխատի երբեմն, բայց կարա ստեղ արդեն ինչ-որ նենց խնդիրներ գա, որ ես որ ասում ենք իրան 1 2 3, սրանից օրինակ ենթադրվում է, որ L-ը հավասար է S գումարած M, չէ, իրանց համապատասխան արժեքները նայելով որ գնանք։ Բայց եթե օրինակ մեր մոտ փոքր քաշի բաներ այդ մինչև 1 կիլոներ, միջին քաշը մինչև 10 կիլոներ, իսկ մեծ քաշը այդ 1000 կիլոից սկսածներ, այդ դեպքում օրինակ կարող ավելի խելքի մոտ լիներ իրենց կողմավորը ոչ թե 1 2 3 որպես, այլ 1 10 ու 1000։ Դա այտենց ավելի նկարագրական կլիներ ինքը։ Պրակտիկայում հիմնականում ու այս մի մոտեցում է բանի, ordinal encoding-ա կոչվում, այսենց անելը։ Ինքը շատ ուշուշ է կիրառվում, որովհետև հիմնականում գաղափար չենք ունենում ընդհանրապես իրան ինչ թվերի բերենք։ Ավելի հաճախ կարող է օրինակ, եթե հստակ գիտենք, որ sense կատեգորիաներով գնում է մեզ այդքան ինչ որ սուպեր կարևոր չի իդեալական sense տիրույթներով իրան բաժանենք, կարող օրինակ 1 2 3 հասնենք իրան, բայց էլի պրակտիկայում ես էլ համարյա չեմ տեսել։ Տեսել եմ մի հատ ուրիշ մոտեցում, որը կուզեմ գուշակեք։ Պատկերացրեք, ստեղ ոչ թե գրած է SML, այլ գրած է օրինակ բան, ապրելու վայր, ասենք։ Կենտրոն, կոմիտաս, աչափնյակ օրինակ։ Այս դեպքում ոնց կարող ենք իրանց կոդավորենք։ 0 1 2 կամ 1 2 3 չեն կարող գրենք, որտեվ աչափնյակը հավասար է 3 անգամ կենտրոնը, մոդելը տենց է հասկանալու, բայց իրական աշխարհում ոչ մի իմաստ չի արտահայտում այդ արտահայտությունը, էլի։ Իսկ եթե ամեն արժեքի մարսյուն սարքենք ու բուլյան ձևով Գերազանց, ահա։ Ասենք կենտրոնա թե չէ, կոմիտասա թե չէ, աչափնյակա թե չէ։ Ու ինքը լինելու է ամեն մեկը կամ 1 արժեքը կամ 0, չէ։ Օրինակ այս առաջիցյունում եթե կենտրոն ա եղել, ինքը ստեղ կդառնա 1 0 0։ Կենտրոնը 1, մնացածը 0։ Արաբկիրը կդառնա 0 1 0։ Հետո մյուսը կդառնա 0 0 1 եւ այլն եւ այլն։
Սրան անվանում են one hot encoding, ինչի one hot, որտեղ ասում ենք ոնց որ մեջներից մենակ մի հատն է տաք, մենակ մի հատն է միացած։ Մենակ միտեղ գրած ունենք 1, մնացածը 0 է։ Ու այս one hot encoding-ը արդեն շատ ավելի ռեալիստիկ է օգտագործելու համար, էլի։ Իրան կարանք անենք օգտվելով pandas-ի get dummies ֆունկցիայից, կամ կարանք անենք գրելով scikit-learn-ի preprocessing-ից ներմուծելով one hot encoder-ը։ Այստեղ նրբություններ կան ապագայում, որ օրինակ թե որ տվյալների վրա է պետք իրան սովորացնել, որ տվյալների վրա կիրառել, այդպես բաները պրակտիկ կտորում ավելի շատ կհասկանանք ու ընդհանրապես ոնց որ տվյալների արտահոսքի թեմայից առանձին կխոսանք։ Բայց հա, այս կոնկրետ մի հատ մոտեցում է։ Այստեղ մի հատ բան, որ պրակտիկ կտորում պետք է զգուշ լինել, այնա որ օրինակ մեր տվյալներում եթե կա կենտրոն արաբկիր կոմիտաս, որ գալու լինեն իրենց համար գուշակենք, նենց ստացված լինի, որ օրինակ բանի համար աչափնյակի համար տվյալ չենք ունեցել, դրա համար ինքը ստեղ կատեգորիա չի ունենա։ Այդտենց բաների հարցը, այսինքն չտեսնված կատեգորիաների հարցը լուծելու համար որպես արգումենտ փոխանցում ենք այս one hot encoder-ին handle unknown հավասարա ու օրինակի համար ignore կամ նշում ենք մի ձև թե իրանց ոնց վերաբերվի, որ գոնե կոդը չջարդվի, այսինքն կոդը error չտա գմփա, էլի ոչ թե լավ աշխատի։ Բայց այս մի հատ փոքր խնդրեմ, մի հատ ընդհանուր այս մոտեցման հետ կապված կարող եմ մտնելով այդ խնդրեմ անցնի խոսալով, ասենք նորմալ հավասարման կոնտեքստից։ Ու եթե ինչ որ մի հատիկ տվյալ չեղեք, այս մեր արժեքներին չպատկանի, սա տողը 0 եղնի, 0-ա չէ դառնալու դետերմինանտը։ Բայց Կամ ոնց թե կարա միացություն, ասենք ոչ մեկ կոմիտասն չեղնի, այդ սաղ 0 դառնա, ու տենց որ դետերմինանտը 0 եղնի, էլի։ այդ դետերմինանտը 0-ն ճիշտ միտք է, բայց այստեղ պետքա բան քրոնոլոգիայով նայենք, եթե ոչ մի տեղ կոմիտաս գրված չլինի, ուրեմն այս մեր ալգորիթմը, որ սյուներ է սարքում, կոմիտասի մասին ուղղակի չի իմանա։ Դրա համար այդ սյունը զուտ չի առաջանա։ Okay։ Հայ լավ չէ։ Բայց միտքը ճիշտ է։ Ինչ որ մի հատ բան կա, որ դետերմինանտը 0 է տալիս։ Մտածեք թե ինչի։ Օրինակ ժողովուրդ, այս իմ տվյալներն է հստակ։ Գիտեմ, որ կա 3 տարածաշրջան, կենտրոն արաբկիր կոմիտաս։ Հիմա եթե ես ասեմ բան, արաբկիրում ու կոմիտասում չի տունը։ Կկարանաք հասկանաք որտեղ է։ Ավտոմատ կհասկանաք կենտրոնում է, չէ՞։ Նույնը եթե ասեմ կենտրոնում չի, կենտրոնում ա ու արաբկիրում չի։ Որ հարցնեմ կոմիտասում է թե չէ, կարեք չէ՞ միանգամից ասեք չէ կոմիտասում չի։ Ստեղ մենք ինչ խնդրեմ ունենք։ Ավել տվյալ ենք պահում։ Հա, իրականում հա, ու այդ ինչի է բերում, ոնց որ եթե պատկերացնենք, որ այս մատրիցը ունենք, այդ մատրիցը ինչ է լինում մեր մոտ։ Կամ այս սյուների վեկտորների համակարգը ունենք։ Նա ժողովուրդ, այս սյուները իրար հետ կապված են, թե կապված չեն, ստացվում է։ Կարանք մեկը արտահայտենք մյուսների կոմբինացիայով։ Այսինքն մեկը մյուսներին բոլորին բացառում է, էլի։ Հա։ Եթե մեկից բացի մնացածը ունենք, կարանք այդ մեկը դուրս բերենք։ Իսկ ստացվում է մեր մոտ այս վեկտորների համակարգը ունենք ոնց որ v1 v2 ու մյուսը լինում է 1-ից հանած v1 գումարած v2, չէ՞։ Հա, այսինքն կախված են գծորեն իրարից, ուրեմն 0 տալու դետերմինանտը։ Շատ ճիշտ է։ Այստեղ մեր այս 3-ի գումարը միշտ 1 է տալիս։ Մենակ մի հատնա 1։ Դրա համար ցանկացածը կարամ գտնեմ որպես 1-ից հանած մնացած։ Ու այս արդեն բերում է մեր մոտ նրան, որ ունենք մի հատ ավելորդ սյուն, այդ ավելորդ սյունը մեր մոտ արդեն բերում է նրան, որ այս x տրանսպոզ x-ը հակադարձ չի ունենալու։ Դրա համար սրան որպես լուծում մենք ուղղակի արգումենտ ենք տալիս drop first հավասարա true, որ ինքը ուղղակի սրանցից ինչ որ մեկը բռնի գցի մի կողմ, որտեվ մեկը պետք չի։ Մեր մոտ ստեղ ազատության աստիճանը n-1 է։ Մենք 3 տարածաշրջան եթե կա, կարանք մենակ 2-ը ֆիքսենք։ 2-ի համար կարանք արժեք որոշենք։ Երրորդը ավտոմատ ֆիքսվում է։ Հայկ ջան, իսկ եթե բան անենք, օրինակ այս սյուների հերթականությունը հիշենք, ոնց են գրել, միտեղ օրինակ կենտրոն արաբկիր կոմիտաս ու ոչ թե 101 սյուներ սարքենք, այլ ոնց որ 101-երով
ինչ երկուական թիվ է, այդ դրա համապատասխան արժեքը գրենք 10-ականով։ Խոսքի կենտրոնը մեր 1.00 տեղնի գրենք 4, այդ սյունեմ ընդ չգիտեմ արաբ կիրիմա գրենք 2, այդ ձև։ Ահա, հետարքիր միտք է, բայց այստեղ հարցը գայս այն, որ երբ որ օրինակ գրենք 4 ու 2, որովհետև օրինակ սրա մոտ դիրքը սա է, առաջիններ, սա երկրորդներ։ Արդյոք սա կհամապատասխանի նրան, որ օրինակ այս 4-ը հավասար լինի 2 անգամ 2։ Սա տենց օրինաչափություն մեկա չենք կանա, չէ՞, որտեղ այստեղ ըստ էության հերթականությունը հավելյալ ինֆորմացիա մեզ չի տալիս, չէ՞։ Ահա, ճիշտ է։ Իրականում ոնց որ ինչքան էլ դաժան չլինի, բայց բան է, էլի։ Միակ մոտեցումը, որը որ առանց ոչ մի խնդրի աշխատում է, էս ամենա ոնց որ ծավալուն մոտեցումն է, որ ամեն մի կատեգորիա դառնում է առանձին իր սյունը, էլի։ Okay։ Իսկ այսինքն իսկ զուտ պահելու համար, որ տվյալը պահենք, այդ ձև պահենք, հետո հետ բերելու ինչ-որ ալգորիթմ անենք, որ դրանից հետ վերածի ինչ-որ տենց արժեքների էլի 1-0-ներով։ Հա, իսկին նկատի ունեք զուտ ոնց որ ոչ թե մոդելավորման համար, այլ ավելի քիչ կիլոբայտեր ծախսելով տվյալները պահելու համար։ Հա, էլի, հա։ Հա, այդ օրինակ ոնց որ եթե ուզում ենք կոմպի հիշողության մեջ քիչ տեղ գրավի, հետո ընթացքում հաշվենք, կարանք իրան հենց օրինակ սենց պահենք, հետո հաշվարկի մեջ այս սրանից գանք հետ իրան բերենք այս սրան, էլի։ Այս ոնց որ կախված կլինի հենց հիշողության սահմանափակումից, էլի։ Ես օրինակ սիրում եմ սկզբնական տվյալները միշտ ինչ ուզում ա լինի պահեմ նասյակի մոտս, երբեք չկորցնեմ, բայց եթե օրինակ գիթով եք կործանում, է դրա վախը չկա, կամ ինչ որ ուրիշ վերսիաների կոնտրոլի բանով։ Բայց ես օրինակ սիրում եմ, երբ որ վերջնական տեսքը ստացա տվյալներից, իրանց արդեն հիշողության մեջ պահեմ, որ նույն կոդերը նորից չաշխատացնեմ։ Միտքը այնա, որ եթե չեմ կարա տեղավորեմ կոմպի հիշողության մեջ, հավանաբար կոմպի այդ RAM-ի մեջ, այդ ընթացիկ հիշողության մեջ էլ երևի չեմ կարողանա տեղափոխեմ, որը այլ ավելի փոքր է, sense տենենց ինչ որ հաշվողական խնդիրներ եմ ունենալու, էլի։ Իսկ եթե չունեմ, ուրեմն այլ ինձ հանգիստ ամեն ինչը պահեմ, բայց նաև որ մտածենք, կարանք սյուժետ գտնենք, երբ որ կուզենք պահել իրենց սեղմ տեսքով, ոնց որ բանը հետարքիր էր, միտքը հետարքիր էր։ Այստեղ էլի եմ նշում, այս գաղափարը մենք տենց overfit ենք անում, տերմինով ասած, բայց շատ են կենտրոնանում այդ գծային ռեգրեսիայի նման սյուժետների վրա, կան մոտեցումներ, որոնք որ ավտոմատ ուղղակի բանտեղ չեն դնում այն սյունը, որը բանի պետք չի։ Ծառային ալգորիթմները օրինակ դրա իդեալական օրինակ են։ Բայց հա, այդ մեր manhood encoding-ներ, իսկ մյուսն էլ այդ label ու ordinal encoding-ները։ Label encoding-ը նա որ ուղղակի ասում ենք իրան 0 1 2 3, ordinal encoding-ը նա որ մտածում ենք ու արժեքներ ենք տալիս, ասում 1 10 1000 ու տենց իրան գրանցում ենք։ Իրան լավ կլինի կիրառել մենակ այն դեպքում, եթե իրոք խելքին մոտ է, որ սենց ինչ որ պրոգրեսիա ունենանք, էլի։ Ասենք չափերի դեպքում կարա ինչ որ չափով խելքին մոտ լինի։ Քաղաքների տեսանկյունից ընդհանրապես խելքին մոտ չի։ Ու այն թե ինչը կկիրառենք, իրականում շատ կախված է նրանից, թե կոնկրետ մեր սյունը ոչ միայն ինչ տեսակ ոչ միայն նրանից, որ ինքը կատեգորիկ սյուն է, այլ նաև թե ինչքան յուրահատուկ արժեքներ ունի։ Այսինքն իր cardinality-ից է կախված։ Եթե ունենք ինչ-որ սյուն, որ ունի մեջը 1000 հատ յուրահատուկ արժեք, մենակ պատկերացրեք ունեմ x1, x2, x3, x1, x2-ը թվային են, x3-ը կատեգորիկ է, ու x3-ը 1000 հատ յուրահատուկ արժեք ունի։ Հիմա եթե one hot encoding կիրառեմ, կունենամ x1, x2 ու եւս 1000 հատ, եւս 999 սյուն։ Արժեր այս մի հատ x-յան խաթր գալ հազարաչափ տարածությունում սկսել աշխատել, երբ որ մինչև այդ երկչափում կարենք աշխատեինք։ Հավանաբար չէ։ Ըստ cardinality իրանց արդեն կարելի է բռնել մտածել, էլի։ Օրինակի համար քաղաքը կարելի է այտենց բերել one hot encoding-ի, բայց օրինակ zip կոդը, ասենք 80333, այդ այն zip կոդի մակարդակը կամ փողոց, շենք, բնակարան մակարդակը արդեն հավանաբար ուղղակի շպրտենք այդ սյունը գնա, էլի, մեկը այնքան բարձր է իրա, այնքան շատ է յուրահատուկ արժեք ունենալու, որ նույն կատեգորիայից այնքան քիչ է տող լինելու, որ չի էլ կարողանա իրանից բան դուրս բերի, էլի։
օրինաչափություն դուրս բերի։ Եթե ամեն մի արժեքից մի հատիկ կա, պասպորտի համարը ոչ մի բանի պետք չէ կողքի, որովհետև ամեն հոգու մոտ մի հատ ինչ որ թիվ է դա ուղղակի։ Չեն կարող օրինաչափություն դուրս բերենք այդ դրա մեջից։ Այս մի խոսքով կարևոր կետա, որ պետք է այդ cardinality-ին ուշադիր լինել ու մտքում պահել, թե ինչքանով է մեր սյուների քանակը մեծացնելու։ Օրինակ, եթե ունեմ այս x3-ս 1000 հնարավոր արժեք ունի, բայց տվյալների 50%-ը առաջի արժեքն է, 40%-ը երկրորդ արժեքն է ու մյուս 10%-ը բաժանված է այն 998 տեսակի մեջ, կարամ օրինակ այդ 998 հատը դարձնեմ other, մնացած օրինակ։ Ոյովը չաղա ու մյուսը, այտենց լինի էլի մեր մոտ Արքինի բանով։ Այս էլ բանա, որ այտենց ընդհանուր feature engineering կոչվածի մեջ է մտնում, feature-ը մեր սյուներն է, սյուների ինժեներիա, որ մտածում ենք սյուները ոնց փոխենք, ինչ թազա սյուներ սարքենք եւ այլն եւ այլն։ Այսա իրականում այդ ժանրի ներքո ենք մենք։ Բայց հա, դա էլ մի ուրիշ մոտեցում։ Ինչ է այստեղ հարցեր, ինչ որ ժողովուրդ։ Ես իրականում այդ other-ի մասը չհասկացա, այսինքն ուղղակի ինքը այդպես other-ը մնում ու վերջ։ Հա, ոնց որ ասում ենք բան, մենք մեր հետազոտությունը ունենք ավելի մանրամասն դետալներ, թե օրինակ բան, որ կատեգորիային է պատկանում 1000 կատեգորիաների մեջից, բայց այդքան մանրամասնները մեզ պետք չեն։ Պետք չի այդքան խորանալ, մենք ուղղակի նայում ենք A, B ու մնացած։ Այն մնացածը իրանք այնքան փոքր են, որ իրանք բոլորին սարքում ենք մի կատեգորիա, որ սկսեն բանի պետք գալ, էլի։ Իդեալական դեպքում ոնց որ կուզեինք ինչքան նավորաշատ մանրամասն դետալներ, ինչքան նավորաշատ օգտագործենք, բայց որ բախվում ենք իրականությանը, համ հաշվարկային սահմանափակումներին, համ չափողականության անեծքին, արդեն սկսում ենք գալ նրան, որ առաջի հայացքից ենթաօպտիմալ լուծումը իրականում օպտիմալ լուծումն է մեր մոտ լինում, ռեալիստիկ օպտիմալ լուծում, էլի։ Ներավ։ Մեկ էլ մի հատ մեջներից ամենավախենալու էնկոդինգի տեսակի մասին որ խոսանք, որը նաև հաճախ ամենաուժեղն է լինում, վախենալու այն տեսանկյունից, որ իրան ամենահեշտն է սխալ ձևով անել։ Պատկերացրեք ունեմ ստեղ միացություն, ասենք շենքի տեսակ, ու ստեղ կա օրինակ նոր, հին, նոր, հին, նոր, հին, ու սենց, ու նաև գները ունեմ, որ նորեր օրինակ $1000, հինը 100, նորը 1100, հինը 90, նորը 1050, հինը 95, ու սենց։ Ինչ ասենք գժական միտք կարա լինի, թե նորի փոխարեն ինչ թիվ գրել ու հինի փոխարեն ինչ գրել։ Այն որ առաջի հայացքից կարա թվա, որ ինչ որ խարդախություն ենք անում։ Որ նաև նորը ու հինը իրանք տենց լավ նկարագրական լինեն, էլի։ Այսինքն նոր տուն իրականում նշանակում է թանկ, հին տուն նշանակում է էժան։ Հիմա նորը ու հինը որպես ինչ կոդավորեն, որ դա արտացոլեն։ Իրանց գների միջինը օրինակ։ Այո։ Կարանք բռնենք նորը գրենք որպես 1050, հինը գրենք որպես 95։ Ու այս մոտեցմանը անվանում են target encoding, որտեվ y-ը այդ այնա ինչ ուզում ենք գուշակենք, y-ը մեր թիրախն է, թիրախ անգլերենով target, ըստ target-ի կոդավորում ենք մեր տվյալները։ Հիմա ինչի է սա վտանգավոր։ Մենք ստեղ ներառում ենք միանգամից ուղիղ եկող թիրախից ինֆորմացիա։ Ոստեղ շատ կարևոր է, որ մենք իրականում տվյալները կիրառելու որ լինենք, այն տվյալները, որտեղի տվյալների արտահոսք կոչվածը չունենանք, այն տվյալները, ոնց որ ուզում ենք փորձարկենք իրոք, իրանց չօգտագործենք հաշվարկի մեջ։ Որտեվ եթե իրանց օգտագործենք, կստացվի իրանցից ունեցած ինֆորմացիան գալիս է որոշ օգտագործվում է, որ այստեղ 1050 ենք ներառել, ոչ թե օրինակ, եթե այքո S2 տվյալ օրիներ էլի 1050 էր լինելու, բայց օրինակ այս հինը եթե նայենք, եթե այս 3-ը բաղկացնենք որպես թեստ, հինը կգրանցվեր որպես 100, որտեվ այս մի հատ տողա, մի հատ միջինը 100 է։ Բայց այս երկուսն է որ ներառենք, կստացվեր 95։ Ստացվում է մենք օգտագործում ենք ինֆորմացիա, որը իրականում պետքա չունենայինք, սա տվյալների արտահոսքի խնդիր է։ Տվյալների արտահոսքի մասին հələ էլի խոսալու ենք, այստեղ մեր ասած մոտեցումներից շատերը ունեն տվյալների արտահոսքի խնդրեմ։ Բայց հա։ Հարցեր ստեղից ժողովուրդ։
Հա, ու եթե մի հատ ինչ-որ բանով իմի բերենք, որպես մոտեցում կարանք նայենք, եթե մեր սյունը կատեգորիկ է, եթե իր մեջ կա հերթականության գաղափար, գնացինք ordinal encoding 1 2 3 կամ 1 10 1000։ Եթե չկա, նայենք ինչքան յուրահատուկ արժեք ունի։ Եթե արժեքները քիչ են, գնացինք one hot encoding։ Եթե արժեքները շատ են, արդեն գնացինք target encoding կամ ինչ որ ավելի խորը խառախշտիկ տարբեր ուրիշ բաներ մտածել։ Իսկ այս ձևով որ անում ենք, այն մյուս դեպքում ոնց որ մենք որոշում ենք թե այդ ինչքան կարևոր է, ու դեն թվերը իրան տալիս ենք, իսկ այս դեպքում որ միջինով ենք անում, ոնց որ արհեստականորեն մենք իրանց ինչ որ կարևորության չափեր ենք տալիս, ոնց որ այտենց ինչ որ բանը զգացողություն է առաջացնում, էլի, որ այդ չի խանգարի մեզ հետագայում, օրինակ այդ հին ու նորը իրանք լրիվ ոնց որ իմաստով նույն բանն են, բայց թվային արժեքները կարող է սենց լրիվ ինչ որ ուրիշ իմաստներ դնեն, էլի։ Ոնց որ մեկը մեծ շատ մեծ էլի, մեկը շատ փոքր ու հետագա հարշվարկների վրա ինքը տենց ազդի, էլի։ Այստեղ բայց իրական կարևորա որ կարևորություն ասելով ինչ ենք հասկանում։ Ես այստեղ կարևորություն ոչ թե շատ է կարևորություն բառը գուցե այդքան լավ չէին նշել, ավելի շատ ոնց որ նկարագրականություն։ Օրինակ, եթե տվյալները HLML-ը թողել ենք մի կողմ, ուղղակի ուսումնասիրում ենք ու նկատում ենք, որ իրոք նորակառույց շենքերը լավ թանկ են, հին շենքերը լավ էժան են, ուրեմն այդտեղ իրոք նկատում ենք, որ ինչ որ օրինաչափություն ունենք թիրախի մասին, նոր լինելը թիրախի մասին պատմում է, որ ինքը պետք է թանկ լինի, հին լինելը թիրախի մասին պատմում է, որ ինքը պետք է էժան լինի։ Հիմա մտածում ենք ոնց կոդավորենք այս նոր ու հինը, որ այդ ինֆորմացիան, որ նոր նշանակում է շատ, հին նշանակում է քիչ, չկորի։ 0-1-ով անենք, կկորի։ Ասենք առանձին սյուն նոր թե չէ, հին թե չէ, իրականում ստեղ էլի 0-1 է գալիս, բինարի դեպքում one hot-ը նույն բանն է դառնում, բայց ստեղ էլի կկորի։ Եթե ուզում եմ ցույց տամ իրոք, որ ասենք մեր արած այնց ուղղակի թեթև ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նորակառույցները 10 անգամ ավելի թանկ են, քան հնակառույցները, նորակառույցը պետք է կոդավորեն որպես 10 անգամ ավելի մեծ թիվ, քան հինը։ Ճա՞։ Հա։ Հա, միտքը Ոնց որ ավելի շատ գաղափարային է դառնում։ Հա, ոնց որ դառնում է հենց կոնկրետ ուղիղ թիրախին ենք նայում։ Հենց կոնկրետ ուղիղ թիրախի հետ կապի հիմքով ենք իրան կոդավորում, էլի։ Հա, եղավ, մերսի։ Ձեզ մերսի։ Այդտեղ մեդիանը վերցնել ավելի ճիշտ չի լինի, քան մինը։ Հա, կարանք նաև, հա, այս լավ նշում էր, ոնց որ այս գաղափարի կարևոր մասն էր, որ թիրախի արժեքներին ենք նայում, բայց հա, կարանք մեդիան վերցնենք նաև, էլի նույն ձև։ Եթե զգում ենք, որ ինչ որ բան է, ինչ որ այս մեր թիրախը շեղված է։ Մի հատ էլ ուրիշ տվյալների տեսակ, որ կարանք ունենանք, որ ինքը թիվ չի, բայց նաև նենցա որ տեքստել չի, այդ կարելի ուղղակի ամսաթիվը կամ ժամը։ Իրանց դեպքում խելքին մոտ չի լինի նույն բանը կիրառենք, որովհետև ճկունություն ունենք շատ ավելի շատ ինֆորմացիա ստանալու։ Ասենք եթե ունեմ գրած 26 06 04 ես կարամ իրան կոդավորեմ որպես մի հատ սյուն, որը գրած կլինի 26-26-04-նա թե չէ ու 1 0-ներ, բայց այդ մի քիչ абսուրդ կլինի։ Ավելի լավ է կիրառեմ ինֆորմացիաներ, օրինակի համար ամառ բան 3 շաբթի 26 թվական, մի հատ առանձին սյուն օրինակ լինի հունիս։ Այդ տեսակի կարանք իրանից տվյալներ դուրս բերենք ու սա շատ ավելի խելքին մոտ կլինի ու շատ ավելի օգտակար կլինի մեր համար։ Եթե ժամանակային շարքերի հետ աշխատելու մասին խոսանք հետո, սրան ավելի լավ կանդրադառնանք, բայց ամեն դեպքում ես ոնց որ մտքում պահեք, որ նաև կարելի է եղած սյունը խելքին մոտ ձևով կոդավորել, ոչ թե այս մեր եղած մոտեցումներով կիրառել, էլի, այս մեր եղած մոտեցումները այն դեպքերի համար է, երբ որ ավելի լավ տարբերակ չունենք զուտ, էլի։ Հայկ ջան, իսկ այդ ժամանակային պահերը հենց որ timestamp-ով կոդավորենք, որ հենց պրոստը մի հատ թիվ է ուղղակի։ Բայց հա, այսինքն օրինակ քանի վայրկյան ըստ էության դառնում է քանի վայրկյան է անցել մի հատ թվից։ Էդ է կարա հետարքիր միտք լինի, բայց դրա մեջ էլ ավելի դժվար է մոդելին բռնացնել նենց օրինաչափություն, օրինակ ամառա թե ձմեռ ավելի հեշտ կլինի, ոնց որ օրինակ լիքը հարցեր
լիքը բաներում օրինաչափությունը հենց ամառ ձմեռով տարբեր է, օրինակ հագնվելու ձև օրինակ կամ ծախսած գազի վարձ։ Եթե անենք եղած թվից անցած ժամանակով, այդ ինֆորմացիան մեջը ներառված է։ Շատ լավ աշխատող խելոք մոդելը պետքա կարողանա դա դուրս բերի։ Բայց ոնց որ այդ հավելյալ ջանք կլինի, ավելավան մենք իրան ուղիղ այդ միանգամից ուղիղ միանգամին երկու անգամ միանգամից ուղղացի կներեք, այլավ կնի միանգամից ուղիղ իրան այդ ինֆորմացիան տանք, էլի։ Okay, merci։ Հա, բայց այդ մոտեցումը ինքը լավ մաքուր մոտեցում է, էլի, ինքը ոչ մի խնդրից չի բանանում, որովհետև էլի ոնց որ հերթականության պահը պահպանվում է, այնտեղ կարող մի քիչ հարց գա, թե իսկ ինչն ենք ընտրում որպես սկզբնական թիվ, բայց օրինակ կարա օգտակար սյուն լինի, հիմա արդեն շատ օգտակար, հա, կարող հիմիկվա մերօրյա բաների հաշվարկում նկսյուն լինի, թե ինչքան օր է անցել բանից, Տրամպի Իրանի վրա հարձակվելուց։ Այդ օրինակ կարա իրոք հետաքրքրող ազդակ դառնա։ Ու հենց այն Unix-ի timestamp կար, դա կոնկրետ ինչ-որ մի հատ թվից էր, օրինակ 1900 որ թվի, եսին որ ամսից։ 70 թվի հունիսի 1-ի հունվարի 1-ից էր, եթե չեմ սխալվում։ Բայց ուղղակի տեղ արդեն ինչ որ լիքը մեծ թվեր են ունենալու, էլի, ու այդ 70 թիվն էլ բան արտահայտող չի լինելու։ Այդ Տրամպի պատերազմը որպես օրինակ է բերում, որովհետև օրինակ ինչ որ արժեթղթի գումար եթե հաշվում ենք, այդտեղ գազի գին եւ այլն տարբեր բաներ ազդեցություն են ունենալու ու կարող է օգնի հենց հստակ այդ տարեթվից եղած անցած ժամանակ հաշվել, էլի։ Okay, merci շատ։ Դες merci։ Այստեղ մեկ էլ մի հատ է ձեռի հետ հետարքիր միտք, որ եթե ուզում եք ժամը կոդավորեք, ժամը եթե կոդավորելու լինեք, ասեք 0, 1, 2, 3 եւ այլն մինչեւ 23, սրա խնդրեմը կլինեն, որ ասենք 23-ը շատ ավելի մոտիկ կլինի 21-ին, քան թե 0-ին, բայց իրականում ժամը սենց է կազմված։ Դրա համար մի հատ տրյուկ որ անում են, այդ սինուս կոսինուսով են իրան անում, որ ինքը սենց պարբերական իր բնույթը բռնացնի, բայց այս ավելի շատ տենց հետագայի համար նշում որպես էլի ուղղակի հետարքիր բան, որ արվում է։ Միջակայքերի հարցը։ Մեր տվյալները կարող շատ տարբեր ինտերվալներում լինեն։ Կարող քառակուսի մետրերը 20-ից 200 փոխվի, սենյակների քանակը 1-ից 5 ավելի ռեալիստիկ, տարեթիվը 50-ից 20-24։ Հիմա լիքը բաներում սա ուժեղ ազդեցություն ունել։ Օրինակ հեռավորության վրա հիմնված ալգորիթմների համար, օրինակ հենց KNN-ը, որ հարևանների է հաշվում, եթե մի հատ բան ունեմ, որտեղ որ կարա լինի, երբ որ հաշվում եմ մի առանցքով հեռավորություն գոնած մյուս առանցքով ու մի առանցքով ամենամեծ հեռավորությունս այսքան է, իսկ մյուս առանցքով ամենապուճուր հեռավորությունս այսքան է, գումար որ հաշվենք ավտոմատ այս մեկը ոնց որ բային պետք չի լինելու, էլի ավտոմատ անտեսվելու է։ Բայց դա չի նշանակում, ինքը կարևոր չի։ Օրինակ այդտեղ հարցը կլուծվի նրանով, իրենց բերենք բոլորին նույն scale-ի վրա, ոնց որ նույն չափման, նույն ինտերվալին մոտեցնենք իրանց, էլի։ Այսինքն այդ մի հատ դեպք է, որ եթե հեռավորությունից կախված է մոդելը, ուրեմն բարի եղի ամեն ինչ դզի փչի։ Բեր արդարացրու ամեն ինչ։ Իրանց բեր նույն քաշային կատեգորիայի, ասենց ասած, էլի։ Այդ մի դեպք հետագայում էլի ալգորիթմներ են կաստնելու, ոչ միայն այս խաղալիքը, օրինակ կլաստերինգի համար ալգորիթմներ, K-means եւ այլն, լրիվ ուղիղ կախված են լինելու, շատ կրիտիկական է լինելու, որ քաշային կատեգորիայի բերենք նույն սյուներին։ Այս մի բան։ Մի հատ ուրիշ բան, օրինակ, սովորական gradient descent ենք անում։ Gradient descent-ը ոնց որ կարող ուղղակի gradient-ի ուղղությամբ կշարժվի կգնա։ Ստեղ բայց հարց կարա ու կաշխատի։ Ոնց որ կարանք գծային ռեգրեսիա անենք, տվյալները scale չանենք, նույն միջակայքերի չբերենք ու ինքը կաշխատի։ Ուղղակի ստեղ հարցը գայս այն, որ եթե օրինակ մի հատ բան այսենց է, մի ուղղությունում այսենց է փոխությունները, մի ուղղությունում այսենց, ու հիմա այս gradient-ը գտել եմ այսենց մի հատ բան, gradient-ի մեջ ես մի հատ իրան ալֆա անգամ gradient եմ անում, չէ՞։ Ու հիմա այս ալֆան այս ուղղության համար կարող ենք ուզենք ավելի մեծ լիներ, իսկ այս ուղղության համար ուզենք ավելի փոքր լիներ։ Բայց մենք այս ալֆան հիմնականում վերցնում ենք ամեն ուղղության համար նույնը, ուղղակի թիվ ենք վերցնում ալֆան, էլի չենք վերցնում մի ամբողջական վեկտոր, այդ քայլի չափի։ Ինչը մեզ ոնց որ այս ավելի էլիպսոիդոիդ դեպքերի համար խանգարում է, որ կարողանանք սենց սահուն արագ ճանապարհով գնանք։ Դրանով մի քիչ խանգարում է։
Ինչ որ ալգորիթմների համար էլ, որ ասենք ծառերը, որ միջակայքեր են նայում, ասում են, այս կեսից այս կողմ, այս կեսից այն կողմ, բաման իրենց 1000 տարի հետաքրքիր չի, 1000 տարի խնդիր չի, դա։ Ու հա, այսինքն տվյալները նույն միջակայքի բերելը մի դեպքում կարա այս gradient descent-ի տատանումները ավելի սահուն դարձնի, ավելի լավացնի աշխատանքը, ավելի արագ զուգամիտենք, այսինքն լավացնի։ Մի դեպքում կարա նենց անի, որ խայտառակ վատ մոտեցում չունենան գոնե, այսինքն ավիրվելուց օգնի։ Ուրիշ դեպքերում կարա բային պետք չլինի, ընդհանրապես անիմաստ քայլ լինի։ Հիմա բայց եթե ուզում ենք անենք, ոնց կարանք իրան անենք, ուստեղ ունենք մի քանի մոտեցում։ Մի մոտեցումը կոչվում է min-max scaling, ու սա ամեն ինչը բերում է 0-ից 1 ինտերվալին։ Օրինակ, եթե ունեմ 1, 2, 3 տվյալները, հիմա ուզում եմ այս 1, 2, 3-ը բերեմ 0-ից 1-ի, ինչ պետք է անեմ, պետք է այս 1-ից հանեմ 1, չէ՞։ Այսինքն այս առաջ ամենափոքր թիվը, որ 0-ի գա, պետք է այդ թվից հանեմ ամենափոքր թիվը, այսինքն հանեմ հենց ինքն իրան։ Այս երկուսը պետք է բերեմ այս դեպքում 0.5-ի, ինչի որտեվ այս ինտերվալի երկարությունը 2-ա, ինքը այս ամենափոքրից 1-ով է այն կողմ, այսինքն 1/2-ով է քայլ արել, դա համար սա պետք է գա 0.5-ի դեպքի։ Այս 3-ն էլ ինտերվալի քանակը 2-ա, ինքը ամենափոքրից 2-ով է հեռու, այսինքն ինքը ամենամեծն է իրոք, այս 3-ը պետք է գա դեպի 1-ի։ Այս մոտեցումը min-max scaling-ը բանաձևով որում է որպես x-ից հանած մինիմում բաժանած մաքսիմում մինուս մինիմում։ Սա հստակ պրոպորցիոնալ, ոնց որ մի տվյալների արժեքները ոնց կան նույն ձև են մնում, ուղղակի այս սանդղակն է փոխվում։ Ինքը իրան սիրուն ցած բերում արտապատկերումը։ Սա շատ լավ է աշխատում, երբ որ մենք ունենք իրոք տվյալներ, որ հստակ սահմանափակումներ ունեն։ Օրինակի համար պիքսելների արժեքները 1-ից 250, 0-ից 255-ը գրանցած, ուզում ենք իրանց բերենք 0-ից 1։ Եթե հստակ գիտենք ներքևի վերևի ամենամեծ արժեքներ, կարա լավ հանգիստ աշխատի։ Այս մի մոտեցում։ Մի հատ ուրիշ մոտեցում կոչվում է standard scaling, ու սա լրիվ այն ծերից ծեր մեր իմացած z score-ն է։ Արժեքներից հանում ենք իրանց միջինը, բաժանում ենք ստանդարտ շեղման վրա։ Մենք արդյունքում ստանում ենք Գաուսյան բաշխում ստանդարտ բան 0 մատսպասումը դառնում է 0, որտեղ ամեն ինչից հանել ենք իր բանը մատսպասումը եղած։ Ու ստանդարտ շեղումը լինում է 1, որտեղ բաժանել ենք ստանդարտ շեղման վրա։ Ու օրինակ գծային մոդելների համար սա տենց ամենաստանդարտ օգտագործող բանն է, որտեղ այնտեղ գծայնության հետ կապված էլի լիքը ենթադրություն, ներողություն, նորմալության հետ կապված էլի լիքը ենթադրություններ է գնում իրականում գծային ռեգրեսիայում։ Ու այս է մեր ստանդարտ scaling-ը։ Կամ մեկ է robust scaling կոչվող, որը ասում է ոչ թե x-ից հանած միջին բաժանած ստանդարտ շեղում, այսինքն x-ից հանած մեդիան բաժանած EQR, EQR-ը դա interquartile range-ներ, այսինքն երրորդ կվարտիլից հանած առաջի կվարտիլ, այն ինտերվալը, որտեղ տվյալների 50%-ն է։ Ու սրա լավն է, որ ինքը այդ outlier-ների նկատմամբ ավելի ճկուն է։ Այսինքն մի հատ ինչ որ խայտառակ մեծ տվյալ, օրինակ եթե իմ արժեքները լիներ նկարները լիներ 0, 1, 2, 255, ես սրան կբերեի արդեն դեպի 0, 0.001, 0.002 ու 1։ Այսինքն էլի ստեղ մի ամբողջ ձոր էր մնում, մի հատ էս արժեքի պատճառով։ Robust scaling-ը արդեն էս outlier-ների հարցը մի քիչ լուծում է մեդիանի ու EQR-ի շնորհիվ։ Okay, այստեղ ժողովուրդ։ Ես մի հարց ունեմ, այսինքն այս երեքի տարբերությունը, որ համեմատենք, Robust-ը հիմնականում օգտագործվում է կրիտիկական արժեքների համար, հա, որ եթե ինչ-որ կրիտիկական արժեք ունենք, ճիշտ եմ հասկանում։ Եթե օրինակ outlier-ները չենք հանել մենք ինքներս առանձին քայլով, ու հիմա ուզում ենք scaling անենք, ավելի լավ է robust scaling անենք, որ կոմպենսացնի այդ outlier-ները չհանելու քայլին։ Իսկ այս standard scaler-ի ու min-max scaler-ի մեջ տարբերությունը ո՞րն է։ Min-max scaler-ը հիմնականում ըստ իմ տեսածի ու օգտագործածի այն ժամանակ է լավ, երբ որ ուղղակի գիտենք հստակ թե ինչ ինտերվալի մեջ են արժեքները ապրում։ Օրինակ տարիքը գիտենք միշտ 0-ից 100 է, օրինակ էլի։ Այդպես դեպքերում, այսինքն երբ որ հավելյալ ինֆորմացիա ունենք մաքսիմումի ու մինիմումի մասին, իսկ ստանդարտը մնացած բոլոր դեպքերում է լավ, ու ես էլ անձամբ համարյա միշտ ստանդարտ եմ օգտագործում, որովհետև
գալիս է նույն մեր հիմնական ենթադրությունների ընտանիքից, էլի նորմալ բաշխման եւ այլն եւ այլն։ Հա։ Շնորհակալ եմ։ Դες էլ մերսի։ Հա, կոդի մակարդակով բոլորն էլ ապրում են այս scikit-learn-ի pre-processing գրադարանում, ենթագրադարանում, ու իրենց գրելաձևն է, ասենք standard scaler get fit xtrain օրինակ, տալիս ենք իրան ինչ-որ արժեքներ, որ ինքը հասկանա միջինը ինչքան է, հասկանա ստանդարտ շեղումը ինչքան է։ Ու դրանից հետո արդեն կիրառում ենք այդ բանձը, էլի մնացած բոլոր տվյալների վրա ասում ենք դե հանի միջին բաժանի ստանդարտ շեղման։ Նույնը մնացած ամեն ինչով նույն գրելաձևերը ուղղակի այս կլասի անունն է փոխվում։ Այստեղ կրկին կարող նշում է, որ տվյալների արտահասք չստանալու համար պետքա կիրառենք իրան մենակ այն տվյալների համար, որոնց վրա որ ուզում ենք տվյալները աշխատացնենք, սովորացնենք մոդելը։ Իսկ այն տվյալները, որոնք թաքուն ենք պահում, որ թեստավորենք, իրանց համար չենք ներառում, թե չէ իրանցից ինֆորմացիան կգա ստեղ։ Օրինակ միջինը կլինի ուրիշ, որովհետև այս թեստային տվյալը տեսել ենք, որը իրականում պետքա չունենայինք։ Ուհա։ Սա նաև իր հետ բերում է հավելյալ ուրիշ դրական կողմեր, երբ որ մենք այս նորմալիզացիա այս scale-երը ուղղում ենք։ Նրանով, որ օրինակ, եթե scale-ը չուղենք, օրինակ ունենամ քառակուսի մետրեր ու ունենամ սենյակների քանակ։ Հետո երբ որ ես բռնեմ ու նայեմ իրանց համապատասխան գործակիցները գտած մոդելի, քառակուսի մետրերը, չէ, ներողություն եք, ոչ թե քառակուսի մետրեր ու սենյակ, այլ քառակուսի մետրեր ու բան։ Ինչ կարամ ընտրեմ մյուսը։ Քառակուսի մետրեր ու օրինակ բան։ Գինը անցած տարի։ Այս իրական գինը անցած տարի վատ բան է, բայց լավ։ Գնի գնահատականը ըստ ինչ որ ուրիշ բանի ուզում ենք իսկական գինը գուշակենք։ Հիմա այս քառակուսի մետրերի հետ կապված գործակիցը լինելու է երևի ասենք օրինակ մի 10000-ի կարգի թիվ։ Գնի հետ կապված գործակիցը սխալ ուրիշ գնահատականի կարող ասենք լինի 1.5-ի հետ կապված գործակից, որտեղ ուղղակի քառակուսի մետրերը շատ փուճուր են ու ամեն մի քառակուսի մետրը շատ ավելի թանկ է, իսկ այս գնի ֆակտորը ինքը հին գնի պատկերացման գնի ֆակտորը ավելի տենց նոտավոր նույն ինտերվալում է ապրում, ինչ իսկական գինը, դրա համար փոքր գործակից կարա ստացվի իր համար։ Բայց երբ որ սա վերցնեմ ու ես մտածեմ, տեսնեմ, թե որ սյունն է որ ֆիչերն է ամենակարևորը, ոնց որ երբ որ գիծ ունեմ x1 թետա 1 գումարած x2 թետա 2, կմտածեմ, որ կարևոր է այն սյունը, որի գործակիցը մեծ է, չէ՞, որտեղ ինքը շատ քաշ ունի, ինքը շատ է ազդում գուշակության վրա։ Բայց այս դեպքում այս ազդեցությունը լինելու է ոչ թե նրա պատճառով, որ ինքը շատ կարևոր է, այլ նրա պատճառով, որ x-ն է շատ փուճուր։ Դրա համար թետան շատ մեծ է դառնում, որ իրան կոմպենսացնի։ Այդտեղ արդեն մոդելի մեկնաբանության տեսանկյունից գալիս եմ տուպիկի առաջ, որտեղ չեմ կարող մեկնաբանեմ, որտեղ չգիտեմ իմ տեսած ազդակը իսկական կարևորությունը, թե իմ տեսած ազդակը կոմպենսացիա է մուտքի ինտերվալի փուճուր լինելու համար։ Այս պահը պարզ է։ Մեկ էլ մի հատ ուրիշ խնդրեմ, որ գայս է, ու սրան կտեսնենք, երբ որ ռեգուլարիզացիայի մասին խոսանք, մենք հետագայում կիրառելու ենք մոտեցումներ, որոնք որ պատժելու են մեծ գործակիցներին, այսինքն եթե գործակիցը 10000 է, մենք ոնց որ մեր սխալանքին մի հատ հավելյալ բան ենք ավելացնելու, որովհետև հիմնականում ուզում ենք ունենալ փոքր գործակիցներ, այլ ավելի լավ կլինի ուզում ենք զրոյական գործակիցներ ունենանք, որովհետև զրոյական գործակից որ ունեցանք, նշանակում է ավելի քիչ սյուներով հարցը լուծեցինք։ Ու ինչպես նաև երբ որ սահմանափակում ենք դնում, ավելի փոքր գործակիցներ ենք անում, նշանակում է դժվարացնում ենք մոդելին անգիր անել տվյալները, որտեղ ճկունությունը իրա քչանում է։ Ասենք x-ի 4 աստիճանը այդքան շատ ազդեցություն չի կարողանում ունենալ, որովհետև փոքր գործակից ունի։ Բայց մի խոսքով, եթե օգտվում ենք այդ ռեգուլարիզացիայից, ու ասենք թե օգտագործում ենք բան, ինչ որ L1 կամ L2 loss-ն ենք գումարում այդ պարամետրերի, ավտոմատ ստացվում է, որ այս 10000-ը պատժվում է։ Բայց այս 10000-ը պատժվում է նրա համար, որ ինքը ուզում էր կոմպենսացնի x այդ իր համապատասխան x-ի ինտերվալին, ոչ թե նրա համար, որ ինքը իրոք մեծ է։ Դա էլ մի հատ ուրիշ բացասական պահ է գալիս, դրա համար եթե ուզում ենք օգտագործել սովորական գծային ռեգրեսիա օրինակ, լավ կլինի scale անենք, որովհետև բանը այդ գրադիենտի քայլերը ավելի սահուն, ավելի լավ կգնան։ Եթե նորմալ հավասարումով ենք անում, օրինակ, այդքան շատ կարևոր չի,
որովհետև այդ օպտիմիզացիայի process-ը չունենք, բայց էլի իրականում կարա մի քիչ օգնի, որովհետև այնտեղ եթե կհիշեք բանի գաղափարել ունենք, չէ՞։ Conditioning-ի գաղափար ունենք, մատրիցի ամենամեծ ու ամենափոքր սեփական արժեքների հարաբերությունը, որ խոսում էր նրա մասին, թե ինչքան sense սիրուն պարաբոլիկո, ինչքան խայտարակ զզվելի էլիպսական է, նրա մասին էր խոսում, թե օպտիմիզացիան ինչքան հանգիստ կգնա։ Այդտեղ մի քիչ կարա ազդեցություն ունենա, բայց ընդհանուր առմամբ, եթե նորմալ հավասարում ենք անում, այդքան սարեր-ձորեր տարբերություն չի։ Բայց եթե օգտվում ենք այդ պատժող մոտեցումներից, այդտեղ շատ կարևոր է կրկին, եթե ուզում ենք մեկնաբանենք, շատ կարևոր է, եթե ուզում ենք դիստանցիա օգտագործող գաղափար օգտագործենք, շատ կարևոր է։ Հիմնականում մենակ տես ծառային ալգորիթմների համար է, էլի, որպես այդպեսին կարևոր չի։ Այստեղ խոսացինք մուտքի տվյալները փոփոխելու մասին, բայց նաև մի հատ բան, որ հաճախ անում ենք, այդ գործակիցը փոխելն է։ Ու դրա ամենաստանդարտ մոտեցումը այդ էքսպոնենցիալ բաներն է կամ լոգարիթմական ձևափոխություններն է։ Օրինակի համար աշխատավարձերի դեպքում մենք երբեմն ունենում ենք տենց շեղվածություն դեպի նրան, որ բան է լինում։ Հիմնականում տենց ինչ որ փոքր արժեքներ է, մեկ է մի քանի տեղ պայտակ տեսնում ենք ինչ որ խայտարակ մեծ արժեքներ, ինչ որ անհավանական շատ աշխատավարձ է ստանում, օրինակ ինչ որ մեկ, ինչ որ մի հատ մեկը բռնել է իր վիլան է ծախում լիստեյով, մյուսն էլ մի սենյականոց տուն է ծախում, դրա համար տենց այսինքն ինչ որ բաշխում է դառնում, ինքը skew դա լինում դեպի այս դեպքում ձախում է իր քաշը կենտրոնացած լինում։ Ու այս հարցը շատ լավ լուծում է ու շատ ավելի նորմալ տեսքի է բերում, եթե բռնենք ու իր լոգարիթմը հաշվենք։ Ունենք օրինակ աշխատավարձ հաշվելը, աշխատավարձ վերցնելը ստանդարտագույն դեպք է, թե խի y-ի փոխարեն կհաշվենք լոգարիթմ y։ Լոգարիթմ y-ը կբռնենք կփորձենք մոտարկել, հետո կհիշենք, որ y-ը ստանալու համար է պետք է այդ գուշակությունը էքսպոնենտ բարձրացնենք, որ այտենց y լոգարիթմ y-ը դառնա հետ նույն մեր y։ Կարճ ասած, այս մեր ֆիչերների հետ փոփոխությունը նաև թիրախի համար է կիրառելի։ Հիմնական մոտեցումով լոգարիթմ հաշվելու տեսքով հիմնական մոտեցում որպես։ Հաճախ ոչ թե լոգարիթմ ենք հաշվում, այլ լոգարիթմ 1p հրամանից ենք օգտվում, որ 1 գումարած x-ն է հաշվում։ Եթե x-ը մեր մոտ դրական ոչ բացասական թվեր է, որ նես չլինի լոգարիթմ 0 ունենանք, բայց այդ որպես փուճուր նշում էլի։ Հա։ Հարցեր, ժողովուրդ, մի հատ էլ բան ասեմ, մեկ էլ այսքան որ տվյալների արտահոսքի որպես մի հատ այդպես խայտարակագույն կարևոր օրենք, ամեն ինչ պետք է անել այդ մեր train-ի վրա, այսինքն այն տվյալների վրա, որոնք որ ուզում ենք օգտագործենք իրոք, այդ տվյալների հիմքով հաշվել մեր ուզած բաները, այդ հիմա կարող լինի մինիմում, մաքսիմում, ստանդարտ շեղում, մինիմում կամ բան, կատեգորիաներ, թե որ քաղաքներն է օրինակ, կամ որ տարածաշրջանները։ Հետո կիրառել իրան արդեն համ train-ի, համ test-ի վրա, բայց test-ից ոչ մի ինֆորմացիա չպետք է օգտագործվի։ Այդ տենց նո, այդ շատ խիստ օրենք է ու շատ ստանդարտ սխալ է, որ մարդիկ ահա որ շատ անում են։ Հա, այստեղ կարաք որպես տենց pipeline պատկերացնեք, թե ինչ քայլերով պետք է անցնենք նորմալ դեպքում, թե ինչեր անենք, էլի։ Կամ ընդհանրապես որպես մի հատ ավելի լավ բուտմատի օրենք ասում են, որ բան ամեն ինչից առաջի այն մի քիչ ավելի խիստ օրենք է, բայց ասում է df.pd.read CSV-ից հետո տվյալները կարդալուց հետո հաջորդ տողը պետք է լինի տվյալներս բաժանել մեր ուզած կտորների։ Ու դրանից հաջորդ կտորն էլ մի բան, որ ես շատ եմ սիրում անել, այդ թեստային տվյալները գրում եմ delete թեստային տվյալներ, որ նույնիսկ պատահական կոդի մեջ չկարանամ օգտագործեմ։ Իհարկե իրենց միտեղ save անում եմ, չեմ ասում, ուղղակի պատկերացնում եմ իրանք չկան։ Հետո ամենավերջում պետք է օգտագործեմ։ Բայց իմ մոտից ջնջում եմ, որ իմանամ պատահական է չեմ կարող օգտագործեմ, էլի։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի հատ պրոյեկտ կար, նույնիսկ ուրիշ կոմպի վրա էինք պահում թեստի տվյալները, որ այլ ավելի ձև չունենայինք իրանց օգտագործելու, էլի։ Կայքում մի հատ էջ կսարքեմ ու ուտեղ ոնց որ համ կդնեմ այս բոլոր նյութերը, համ դեպի բոլոր վիդեոներ հղումները, համ կոնկրետ մի հատ տնային կգրեմ։ Տնայինը լինելու է ուղղակի մի հատ տված դատասեթի վրա լիքը բաներ խաղը կիրառել։ Մենք էլ որտեղ մի շաբաթ գործնանկանին հենց դա ենք անելու, էլի, այսինքն այն բաներ, որ հիմա սլայդերով տեսանք, հաջորդ դասին կոնկրետ տենց Jupyter Notebook-ի մեջ գրելով ենք գնալու։ Այժմ ոչ թե գրելով, այլ կարդալով ավելի շուտ, իմաստ չկա, էլի, տենց նույն պահին գրելով անեմ, էլի, նախապատրաստած կունենամ։